Հետընտրական Հայաստանում դեռ հաշվում են քվեաթերթիկները, շտկում սխալները, բաշխում մանդատներն ու որոշում հետագա անելիքները։ Մինչ վերահաշվարկի աշխատանքները ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն կդադարեցվեն հունիսի 12-ին, քաղաքական ուժերը չեն դադարում կանխատեսումներ անել եւ հրապարակել ընթացիկ վերահաշվարկի տվյալներ, հատկապես Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, որը ստացել էր 4% քվե, սակայն հստակեցումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնեց, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին քվեարկել ընտրողների 3.9% եւ նրանց խորհրդարանում հայտնվելը դրվեց կասկածի տակ։ Վերջին 2 օրերի վերահաշվարկումների արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն։ Այս մասին հայտնել է Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Սա ըստ նրա նշանակում է, որ առնվազն 140 քաղաքացու ընտրական իրավունքն իրացվում է եւ նրանց քվեն արդարացիորեն արտացոլվելու է ընտրությունների վերջնարդյունքում։ Նա նշել է, այս տվյալները վկայում են այն մասին, որ գործնականում եւ առողջ բանականության շրջանակներում չկա որևէ խոչընդոտ, որ կխանգարի Բարգավաճ Հայաստան կուսակցությանը լինել ազգային ժողովում։ Մեկ այլ գրառմամբ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, թե մարտունու 3 ընտրատեղամասերում էլ Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին ստացված 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելու պատճառաբանությամբ։ Դրա համար պատասխանատու է համապատասխան հանձնաժողովի անդամը կամ քվեաթերթիկների հաշվարկն իրականացնող անձը։ Ուստի անթույլատրելի է, որ քաղաքացին զրկվի իր քվեուժից այնպիսի հանգամանքի պատճառով, որի վրա որևէ ազդեցություն չի ունեցել։ Բնականաբար ստեղծված իրավիճակում հասկանում են Բարգավաճ Հայաստան կուսակցության գործընկերներին լրագրողների հետ զրույցում ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Իրենք շեմային վիճակում են գտնվում եւ որոշակի քվեների տեղաշարժ կարող է արդյունք ապահովել իրենց համար, ես էլ լինեի իրենց տեղ վերահաշվարկի համար կդիմեի, այդ մասով այտենց ֆորս մաժորային ինչ-որ իրավիճակ չունենք, վերահաշվարկը կարվի կհասկանանք վերահաշվարկի արդյունքում փոխվում է պատկեր թե չէ, բայց եթե պատկերը նույնիսկ փոխվի, ավելանա ինչ-որ քաղաքական ուժերի կամ պակասի ինչ-որ քաղաքական ուժերից, դա լինելու է մի քանի քվեների համար։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շարունակում է ակտիվ հետևել եւ կիսվել վերահաշվարկի նախնական արդյունքներով։ Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հերքել է ընդդիմության պնդումները, թե 26 կոտորակիոտ ընտրատեղամասում քաղաքացիական պայմանագիրը 0 ձայն է ստացել։ Նա գրառմանը կից տեղադրել է նաեւ հանձնաժողովականների ստորագրած պաշտոնական արձանագրությունը։ Ճշգրտումների եւ վերահաշվարկների արդյունքում արդեն իսկ քաղաքացիական պայմանագրի ձայները ավելացել են 950-ով։ Սա ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի։ Նա գրառմամբ նշել է, թե մինչ ընդդիմությունը ինքնամոռաց վերահաշվում էր ու վերահաշվում, քաղաքացիական պայմանագրի ձայները ավելանում էին ու ավելանում։ Պապոյանը վստահեցրել է, որ այս տեմպով շարունակելու դեպքում 49.3% կդառնա 50։ Քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով ուժեղ Հայաստան դաշինքն էլ դիմել է 12 կոտորակ 13 ընտրատեղամաս։ Ըստ պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանի, հաշվի առնելով հանրային ահազանգերը եւ ակնհայտ խախտումները, նրա համոզմամբ իրենց քաղաքական ուժի առաջնորդ ընտրությունների արդյունքում կդառնար իշխող ուժի առաջնորդ, եթե ընտրախախտումներ չլինեին։ Օրվա երկրորդ կեսին ուժեղ Հայաստան դաշինքի քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ դիմելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայները վերանայելու համար։ Արագ պատասխան չստանալու դեպքում դիմելու են սահմանադրական դատարան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընտրակաշառքներն է մատնանշում։ Վստահ է, առանց դրանց ընդդիմադիր քաղաքական ոչ մի ուժ խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի։ Տեղի ունեցածի մեջ նաև դատաիրավական համակարգի պատասխանատվությունն է, որովհետև նախորդ ընտրություններում ընտրակաշառք տվածները ոչ միայն բանտում չեն, այլև այս process-ում էլ շարունակել են իրենց գործունեությունը եւ դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա։ Հունիսի 9-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում Բարգավաճ Հայաստան, Միասնության թևեր կուսակցությունների եւ ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացրած դիմումների հիման վրա ընտրությունների քվեների վերահաշվարկը այս պահին ընթացքի մեջ է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հունիսի 14-ին իդեալական արդյունքներ է խոստանում։ Մարինե Դվոյան, Հորիզոն։